Նախ անչափ կարևոր է, որ մենք իմանանք ինչ չի կարելի անել զրույցի ժամանակ։ Զրույցի ժամանակ չի կարելի շատ կատեգորիկ արտահայտություններ անել, օրինակ, դու երբեք չես հասկանում, դու ամեն անգամ ամեն ինչ փչացնում ես, դու նորից սկսեցիր, չգիտեմ, դու միշտ էսպես, դու եւ միշտ, երբեք, ամեն անգամ։ Սա ստեղծում է նորից հոգեվիճակ, որ դիմացին ուզում է պաշտպանվել կամ փակվել քեզանից, հասկանում է, որ դու անընդհատ մատդ ուղում ես իրեն եւ մեղադրում ես։ Սա այդքան էլ պարարտ միջավայր չէ զրույցի համար։ Մենք պետք է խուսափենք արժեզրկող արտահայտություններից, որ չես հասկանում, ես զարմանում եմ, ինչպես կարելի է այսպես մտածել։ Իմաստ չեմ տեսնում ասածիդ մեջ, կամ այսպես կարող են շատ լուրջ լսել, վերջում զարմանում եմ, ոնց կարելի է այդպես ասել, հա, այս արժեզրկող մեսիջներից մեկնաբանություններից մենք պետք է զերծ մնանք։ Հաջորդը, պետք է փորձենք մեր մտքում խորհենք, արդյոք ես այս անձի նկատմամբ զրույցի ժամանակ հարգանք եմ տածում, որովհետև եթե այստեղ հարգանք չկա, եթե մեր մտքում մենք մտածում ենք, որ իսկապես չի հասկանում, ինչ պիտի իմանա, օրինակ հաճախ ծնողները ասում են, բերանիդ կաթը դեռ չի չորացել, կամ մեր դեռահասների հետ շփման մեջ, չէ։ Մեր հասարակության մեջ անգամ 25-30 տարեկան իրենց երեխաների նկատմամբ ծնողը կարող է այդպես անհարգալից տոնով խոսել եւ երբ որ օրինակ թերապևտիկ դաշտում ենք խոսում ենք հարգանքից, ասում է, ինչ հարգանք, Այանի ջան, ախրենի իմ երեխեն է, այսինքն դիմադրում են։ Մենք պետք է հարգանք ունենանք մեր կնոջ նկատմամբ, մեր երեխայի նկատմամբ եւ հիմա եկեք ամեն մեկս մեզ քննենք, արդյոք ես երբ որ վիճում եմ, իմ ներսում ես մտածում եմ, որ իմ դիմացինը իսկապես խելացի մեկն է։ Իմ դիմացինը իսկապես ունակ է ինձ հասկանալու, թե մտածում եմ, չի հասկանում, ինչ ասեմ։ Հարգենք մեր դիմացինին, խուսափենք բացառող արտահայտություններից, արժեզրկող մտքերից, դու հաղորդագրությունից, փորձենք ես իմ անձի շուրջ, իմ կարծիքից խոսեմ, հա, ես ինձ անհանգիստ եմ զգում, երբ որ այսպես, այնպես, երբ դու, չէ, օրինակ այսպես, երբ ես լսում եմ, որ ես այդքան էլ ուշադիր մայր չեմ, ես շատ անհանգիստ եմ զգում, այդ միտքը ինձ տխրեցնում է, ես մտահոգվում եմ, ինձ համար կարևոր է, որ հարաբերություններում լինի վստահություն, ոչ թե դու ինձ չես վստահում, այլ ինձ համար կարևոր է, որ հարաբերություններում լինի վստահություն, ինձ համար, ես, խոսենք ամեն մեկս մեր մասին, եւ շատ կարևոր է, որ մենք նաեւ գիտակցենք, որ դիմացինը հաճախ ունի լուրջ տագնապներ, ցանկացած ագրեսիայի հիմքում ընկած է վախը, անձը վախենում է կորցնել իր հեղինակությունը, իր այդ իշխողի դերը, որովհետև երբ որ ես այստեղ այն անձն եմ, ով պետք է ասի, ղեկը իմ ձեռքում է, ես կառավարում եմ, իսկ եթե ես թույլ տամ, որ քո կարծիքը այստեղ օրինակ առաջ անցնի, ես կարող եմ հայտնվել մի իրավիճակում, որտեղ ղեկը այլևս իմ ձեռքում չէ, ես կորցնում եմ իմ հեղինակությունը, ես կորցնում եմ իմ կարևորությունը, եւ երբեմն անձը այս տագնապների պատճառով դառնում է ագրեսիվ եւ ամեն գնով փորձում է պահել իր ճշմարտացիությունը։